Ողջույն բոլորին, դե ինչ, եկեք անմիջապես անցնենք գործի։ Այսօր մենք միասին կքանդենք ու կհասկանանք այն կենսական նյութերը, որոնք բառացիորեն աշխատեցնում են մեր մարմինը։ Այս վերլուծության ընթացքում կհիմնվենք անմիջապես մեր աղբյուրների վրա, պարզելու թե իրականում ինչ է կատարվում մեր օրգանիզմի ներսում։ Ասեք խնդրեմ, հաճախ եք ձեզ սպառված ու հոգնած զգում, կարծես մարտկոցը նստած լինի, ճիշտ է։ Կամ գուցե սկսել եք ավելի հաճախ հիվանդանալ։ Շատերս ենք սա անտեսում, բայց սրանք պարզապես վատ տրամադրության նշաններ չեն։ Իրականում սրանք մեր մարմնի կարմիր լույսներն են, նախազգուշացնող ազդանշաններ, որ ներսում ինչ-որ շատ կարևոր բան է պակասում։ Եվ գիտեք ինչ, այդ պակասող օղակը շատ հաճախ հենց վիտամիններն են։ Պարզ ասած, դրանք այն անտեսանելի շարժիչներն են, այն հիմնական գործիքների հավաքածուն, որն ամեն օր ապահովում է մեր աճը, պահում է մեր իմունիտետը և ստիպում օրգաններին ճիշտ աշխատել։ Առանց դրանց մեր համակարգը ուղղակի կխափանվի։ Լավ, եկեք տեսնենք, թե ինչ ենք անելու այսօր։ Մենք կհասկանանք, թե ինչպես են այս վիտամինները աշխատում որպես մեր գլխավոր շարժիչ ուժ, արագ կտարբերակենք ջրում և ճարպում լուծվող տեսակները և վերջում կխոսենք ճիշտ սնուցման ոսկե կանոնների մասին։ Գնացինք։ Մաս առաջին՝ վիտամինները որպես օրգանիզմի շարժիչ ուժ։ Այստեղ կա մի շատ կարևոր ուղղակի կրիտիկական փաստ։ Մեր մարմինը մեծամասամբ չի կարող ինքնուրույն արտադրել այս գործիքները։ Այսինքն մենք պարտավոր ենք այդ վառելիքը ստանալ դրսից։ Որպեսզի ավելի հեշտ հասկանանք, պատկերացրեք ունենք երկու պայուսակ։ Մի պայուսակում ջրում լուծվող վիտամիններն են, B խումբն ու C վիտամինը, մյուսում ճարպում լուծվողները՝ A, D, E և K։ Դրանք գործում են լրիվ տարբեր կանոններով, բայց երկուսն էլ անփոխարինելի են մեզ համար։ Եկեք բացենք մեր առաջին վիրտուալ պայուսակը։ Ջրում լուծվող վիտամինները։ Սրանք մեր էներգիայի ու իմունիտետի գլխավոր հերոսներն են։ Այն դինամիկ գործիքները, որոնք մեզ հանում են անկողնուց ամեն առավոտ։ Այն ինչ իսկապես շատ հետաքրքիր է այստեղ, B վիտամինների այս ահռելի ընտանիքն է։ Տեսեք, նրանցից յուրաքանչյուրը իր հստակ գործն ունի։ B1-ը օգնում է նյարդերին, B2-ն ու B3-ը մաշկի և ուղեղի համար են։ Մյուսները կարգավորում են հորմոնները և բջիջների աճը։ Սա իսկական թիմային աշխատանք է, հասկանում եք, իսկ մենք դրանք ստանում ենք պարզ ամենօրյա սննդից՝ հացահատիկ, միս, բանան, կանաչեղեն։ Բայց հիմա մի պահ կանգ առնենք B12-ի վրա։ Սա շատերի մոտ է խնդիր։ Եթե մարմնին պակասում է այս վիտամինը, դուք ուղղակի ծայրահեղ թուլություն և անընդհատ հոգնածություն կզգաք։ Լուծումը՝ միս, ձուկ և կաթնամթերք։ Եթե դուք բուսակեր եք, սա հատկապես կարևոր է և գուցե ստիպված լինեք գտնել այլընտրանքային աղբյուրներ այս կոնկրետ վիտամինի համար։ Անցնենք բոլորիս ծանոթ C վիտամինին, կարծում եմ բոլորս էլ գիտենք, որ սա մեր գլխավոր պաշտպանիչ վահանն է։ Այն ոչ միայն հզորացնում է իմունիտետը, այլև օգնում է վերքերին արագ լավանալ։ Եվ մի հետաքրքիր փաստ, եթե դուք երկաթ եք ընդունում, հենց C վիտամինի ներկայությունն է ստիպում մարմնին ավելի լավ յուրացնել այն։ Նրանք լավագույն ընկերներ են։ Իսկ ինչ է լինում, երբ այն պակասում է։ Նորից հոգնածություն, բայց այստեղ ունենք շատ յուրահատուկ մի ախտանիշ՝ լնդերի արյունահոսություն։ Սա ձեր մարմնի չեքենջին լույսն է։ Բարեբախտաբար, բնությունը մեզ տվել է ամենագունեղ դեղամիջոցները դրա համար՝ նարինջ, կիտրոն, կիվի և պղպեղ։ Հիմա եկեք արագ անցնենք մեր երկրորդ պայուսակին՝ ճարպում լուծվող վիտամիններին՝ A, D, E և K։ Սրանք մեր ֆիզիկական աճի և երկարաժամկետ պաշտպանության ապահովողներն են։ Սկսենք A վիտամինից, նույն ինքը ռետինոլը։ Սա բառացիորեն ձեր գեղեցկության և տեսողության հիմքն է։ Այն լավացնում է աչքերի տեսողությունը, պահում է մաշկն ու մազերը առողջ վիճակում և, իհարկե, շարունակում է ամրապնդել իմունիտետը։ Ինչպես հասկանալ դրա պակասը։ Գիշերը վատ եք տեսնում։ Մաշկը չափազանց չոր է։ Կամ սկսել եք շատ հաճախակի հիվանդանալ։ Ահա և պատասխանը։ Միանգամից ավելացրեք ձեր ափսեում գազար, ձու, լյարդ, դդում և կարագ։ Այսքան պարզ։ Հաջորդը բոլորիս քաչ հայտնի D վիտամինն է։ Սա մեր ոսկորների գլխավոր ճարտարապետն է։ Գիտեք, որ առանց D վիտամինի ձեր խմած ամբողջ կալցիումը կամ կերած կաթնաշորը պարզապես չի կարող նորմալ յուրացվել։ Այո, այն աշխատում է որպես կալցիումի դարպասապահ։
Առանց դրա ինչ կունենանք թույլ ոսկորներ եւ այո, ճիշտ կռահեցիք, նորից հոգնածություն։ Հոգնածությունն իրոք համարյան միշտ կա որպես նախազգուշացում։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ սրա լավագույն աղբյուրն անվճար է, ուղղակի արևի լույսն է։ Բայց քանի որ միշտ չէ, որ արև ունենք, զուգը, ձուն ու կաթնամթերքը գալիս են օգնության։ Անցնենք առաջ դեպի Է եւ K վիտամիններ։ Են հիանալի պաշտպանում է մեր բջիջներն ու շատ լավ է մաշկի համար։ Այն կգտնեք նշի, սերմերի եւ բուսական յուղերի մեջ։ Իսկ K վիտամինը խիստ մասնագիտացված է։ Այն մակարդում է արյուն ու պաշտպանում ոսկորները։ Այնպես որ հաջորդ անգամ անպայման կերեք ձեր բրոկլին ու սպանախը։ Դա հաստատի զուր չէ։ Դե ինչ, հասանք մեր վերջին բաժնին՝ կարևորագույն փաստերն ու ճիշտ սնուցումը։ Ինչպես այս ամբողջ ինֆորմացիան ճիշտ կիրառել մեր իրական առօրյա կյանքում։ Ուրեմն գլխավոր միտքը հետևյալն է. Նախ մենք արդեն գիտենք, որ մարմինը չի կարող դրանք ինքնուրույն սինթեզել։ Երկրորդ, տեղատնային հավելումների հետ պետք է շատ զգույշ լինել։ Շատերը մտածում են, որ որքան շատ վիտամին խմեն, այնքան լավ, բայց դա իրականում կարող է վնասակար լինել։ Ամենաանվտանգ ու ճիշտ տարբերակը բազմազան եւ առողջ սննդակարգն է։ Ձեր լավագույն դեղատունը հենց ձեր խոհանոցն է։ Եվ այսպես, ավարտելով մեր այսօրվա վերլուծությունը, ուզում եմ ձեզ մի հարց տալ, որի շուրջ հաստատ արժե մտածել այսօր ճաշելիս։ Արդյոք ստանում եք ձեր վիտամինները պլաստիկե տուփերից, թե ձեր ափսեից։ Հիշեք, իրական էներգիայի ու առողջության գաղտնիքը վառ ու գունեղ մթերային զամբյուղի մեջ է։ Շնորհակալություն մեզ միանալու համար, առողջ եղեք եւ սնվեք խելամիտ։